Արա Սարգսյանը հայ հայտնի քանդակագործ էր։ Նա ծնվել էր 1902 թվականին Կոնստանդնուպոլիսում։ Նրա երկու թոռնուհիները աշխատում են և պահպանում են իրենց պապիկի աշխատանքները Արա Սարգսյանի տուն-թանգարանում։ Արա Սարգսյանը սովորել է Կոնստանդնուպոլիսում, որից հետո գնացել է և սովորել է Վիեննայում։ 1925 թվականին նա եկել է Հայաստան և դարձել է Խորհրդային Հայաստանի քաղաքացի։ Արա Սարգսյանը շատ կարևոր մարդ էր Հայաստանի համար։ Նա հիմնադրել է Նկարիչների միությունը, եղել է դրա առաջին ղեկավարներից։ Նա հիմնադրել է Գեղարվեստաթատերական ինստիտուտը և եղել է ամենաառաջին ռեկտորներից մեկը։ Նրա մեծ թոռնուհին Աննան է, իսկ նրա փոքր թոռնուհին Թերգինեն է։ Կա նաև մի շատ հետաքրքիր պատմություն նրա մասին։ Ասում են, որ նա երիտասարդ տարիներին մասնակցել է Նեվեսիս գործողությանը։ Նրա թոռնուհիները ասում են, որ նա չի կարող այդ ամենը անել։ Այդ գործողության ժամանակ հայերը սպանում են հայ ցեղասպանության կազմակերպիչներին։ Արա Սարգսյանը օգնում էր տեղեկություններ հավաքել կամ այդ ամենը պահել իրենց խմբի միջև։ Սակայն այդ ամենը դեռ բացահայտված չէ և որոշ պատմաբաններ դեռ քննարկում են դա։ Արա Սարգսյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Մայր Հայաստանը հուշահամալիր, Զոհված զինվորների հիշատակին, Նելսոն Ստեփանյան և այլ հետաքրքիր գեղեցիկ ստեղծագործական աշխատանքներ։ Այսօր Արա Սարգսյանի աշխատանքները գտնվում են տարբեր երկրներում, իսկ Երևանում կա նրա տուն-թանգարանը, որտեղ էլ աշխատում են նրա երկու թոռնուհիները՝ Թերգինեն և Աննան։